Ողջույն ընկերներ։ Այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը կույս նշանի համար։ Կնայենք մոլորակների դիրքավորումը, նորալուսին, լիալուսին և կնշեմ լարված օրերի մասին։ Հիշեցնում եմ, որ առաջին հերթին հորոսկոպը նայում ենք արևի նշանով, այնուհետև արդեն ձեր իմացած հորոսկոպի նշանով։ Այսպիսով, արևը մինչև հունիսի 21-ը կգտնվի երկվորյակ նշանում ձեր 10-րդ տանը։ Լավ ժամանակահատված է զբաղվելու կարիերայի հարցերով, բիզնեսի հարցերով և ստատուսի փոփոխության հետ կապված հարցերով, օրինակ, գուցե գնաք ԶԱԳՍ կամ ընդհակառակը ամուսնալուծվեք կամ օրինակ որոշեք գնալ թոշակի հենց այս ժամանակահատվածում։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է նման հարցեր լուծելու համար։ Հունիսի 21-ից սկսած արևը կանցնի Խեցգետի նշան ձեր 11-րդ տուն։ Լավ ժամանակահատված է, որպեսզի եթե իհարկե ցանկանում եք զբաղվեք օնլայն հարթակով, բլոգինգով կամ գնաք նոր խմբակների, հնարավոր է այստեղ նոր ծանոթություն ունենաք, նոր շրջապատ։ Մերկուրի մոլորակը հունիսի 1-ից սկսած մինչև հունիսի վերջ գտնվելու է Խեցգետի նշանում ձեր 11-րդ տանը, բերելով ձեր շատ շփում, բանակցություններ, խոսակցություններ կապված ընկերների, գաղափարակիցների հետ։ Իսկ ներողություն հունիսի 29-ից սկսած մինչև հուլիսի 23-ը ընկած ժամանակահատվածում Մերկուրին կդառնա հետընթաց հենց ձեր 11-րդ տանը։ Սրա հետ կապված առանձին նյութ արդեն ունեմ պատրաստած, հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք նայել, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, ինչից պետք է զգուշանալ։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը կգտնվի Խեցգետի նշանում ձեր 11-րդ տանը, կօգնի ձեզ եթե ունեք կամ ցանկանում եք օնլայն հարթակում ինչ-որ գործունեություն վարել, հատկապես եթե այն պայմանավորված է սննդի հետ, գեղեցկության հետ, միգուցե դիմահարդարման հետ, լավ ժամանակահատված է ձեզ Մերկուրին կօգնի, ներողություն Վեներան կօգնի այդ հարցերում։ Հնարավոր է ձեր ընկերները, գաղափարակիցները ձեզ ծանոթացնեն իրենց օրինակ ընկերների հետ եւ այսպիսով նոր սիրավեպ սկսվի։ Այնուհետև Վեներա մոլորակը ամսի 13-ից սկսած կանցնի Արյուծ նշան ձեր 12-րդ տուն, հնարավոր է ինչ-որ գումար կամ արժեքավոր իր ստանաք հեռավոր ինչ-որ վայրերից։ Վեներան 12-րդ տանը լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր մարմնով, օրինակ գնաք մերսման կուրս անցնեք, շատ լավ է։ Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ խանգարում է կյանքում, հին իրեր, որոնք այլևս ձեզ չեն ուրախացնում։ Մարս մոլորակը մինչև հունիսի վերջ կգտնվի Ցուլ նշանում ձեր 9-րդ տանը, իսկ Մարսը 9-րդ տանը, սիրելի ընկերներ, կբերի ձեզ ակտիվություն բարձրագույն կրթության մեջ, ինչպես նաև արտասահմանի, միգուցե այս ժամանակահատվածում ակտիվ կերպով զբաղված լինեք վիզա ստանալու կապված հարցերով, անձնագիր փոխելու հարցերով կամ ուղղակի ավելի շատ ճամփորդեք այս ժամանակահատվածում։ Ամսի 29-ից սկսած Մարսը արդեն կանցնի երկվորյակ նշան ձեր 10-րդ տուն, այստեղ բերելով ակտիվություն ձեր բիզնես, ձեր կարիերա, զգույշ եղեք, հնարավոր է Մարսը 10-րդ տանը տարաձայնություն ձեզ բերի ղեկավարության հետ։ Յուպիտեր մոլորակը շարունակում է, ներողություն, այստեղ շարունակել չէ, արդեն հունիսի 30-ից սկսած Արյուծ նշանում է գտնվելու 1 տարի։ Սրա հետ կապված առանձին նյութ ունեմ տեղադրած, որտեղ մանրամասն նշում եմ, թե ինչ փոփոխություններ է բերելու ձեզ առաջիկա տարիների ընթացքում Յուպիտեր մոլորակը։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկվորյակ նշանում ձեր 10-րդ տանը, առաջիկա 7 տարիների ընթացքում սիրելի կույսեր ձեր կյանքը անսպասելիորեն փոխվելու է։ Հատկապես ինչը պայմանավորված է ձեր բիզնեսի հետ, ձեր ստատուսի հետ, ինչպես նաև ձեր կարիերայի հետ։ Գուցե անսպասելի, որ կյանքում չեք կարող մտածել, որ դուք հնարավոր է ձեր կարիերան փոխեք կամ բիզնես բացեք, այս առաջիկա 7 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ է լինելու է հենց ձեր կյանքում։ Այս ամսում Յուպիտերի փոփոխությունը արդեն կսկսեն զգալ այն կույսերը, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը գտնվում է կույսի 2-ից 3 աստիճանում կամ ովքեր ծնվել են հիմա նշեմ օգոստոսի 25-ից 27 ընկած ժամանակահատվածում։ Ուրանը իր փոփոխությունները, անսպասելի փոփոխությունները բերելու է հենց ձեզ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում 18-ից 21 աստիճան շարժվելով, աղեղնավորը ձեր 4-րդ տունն է եւ սև լուսինը 4-րդ տանը հնարավոր է բերի տարաձայնություններ ընտանիքի ներսում կամ եթե պետք է անշարժ գույք գնեք վաճառեք, շատ զգույշ եղեք, քանի որ հնարավոր է խաբեբա բրոկերներ օրինակ ձեզ հանդիպեն կամ ինչ որ
կասկածելի գործարքների մեջ ընկնեք, այնպես որ ամեն ինչ լավ ծանր ու թեթև արեք։ Հատկապես նրանք այն կույսերը, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը գտնվում է կույսի 18-ից 21 աստիճանում կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 10-ից 13-ը ընկած ժամանակահատվածում, զգուշացեք, սև լուսնի ազդեցության տակ մի ընկեք։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել Խոյ նշանում, այս ամսում 12-ից 14 աստիճան շարժվելով, Խոյը սիրելի ընկերներ համարվում է ձեր 8-րդ տունը։ Եվ Սատուրնը 8-րդ տանը ինչ-ինչ պատճառներով հնարավոր է ինչ-որ գումարներ էիք ստանում այլ աղբյուրներից, որոնք դուք չէիք աշխատում, բայց ինչ-որ ձևով ստանում էիք, հնարավոր է դա կրճատվի կամ ավելի կչանա։ Նորալուսինը կլինի հունիսի 15-ին ձեր 10-րդ տանը, այսինքն դա կբերի ձեզ նոր ստատուս, նոր ստատուս ինչի է նշանակում, գուցե ամուսնանաք, ամուսնալուծվեք, երեխա ունենաք, տատիկ դառնաք, ծնող դառնաք, թոշակի գնաք կամ նոր պաշտոն ունենաք աշխատանքում, նման ինչ-որ հարցեր կլինեն կամ նոր աշխատանքի անցնեք։ Եվ լիալուսինը կլինի այծեղջյուր նշանում, դա ձեր 5-րդ տունն է, ինչ-որ վերջնական արդյունք գուցե տեսնեք կամ նորություն իմանաք կապված ձեր երեխաների հետ, սիրային հարաբերությունների հետ կապված։ Այս օրը հնարավոր է, իհարկե իր ազդեցությունը մինչև ամսվա առաջիկա 2 շաբաթում կունենա, հնարավոր է ինչ-որ հրավեր ստանաք կինո, թատրոն, ռեստորան։ Լարված օրեր են լինելու հունիսի 4-ը, հունիսի 9-ը, հունիսի 17-ը և հունիսի 25-ը։ Այս օրերին զերծ մնացեք ցանկացած տեսակի կարևոր գործարքներ կատարելուց, բանակցություններ կատարելուց և առհասարակ ամեն ինչի նկատմամբ եղեք շատ զգույշ։ Այսքանը սիրելի կույսեր կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Այսքանն է, շուտով կհանդիպենք, ցտեսություն։